Էմոցիոնալ հասունություն ունենալ նշանակում է կարողանալ կառավարել ձեր զգացմունքները ցանկացած իրավիճակում։ Զգացմունքային հասուն լինելը նշանակում է դառնալ հանգիստ ու կայուն, ոչ թե հափշտապ արձագանքող։ Դա նաև օգնում է մեզ ավելի լավ հասկանալ ինքներս մեզ և ուրիշներին, նվազեցնել կոնֆլիկտները և բարելավել հաղորդակցման հմտությունները հանգիստ, վստահ և պարզ ձևով լուծելով խնդիրները։ Իհարկե, երբեմն մեզ թվում է, թե ուժեղ արձագանքելը հաճելի է, ճնշող զգացմունքները թուլացնելու համար, գոռալ, մեղադրել, վրդովել։ Բայց հետո հաճախ առաջանում են զայրույթ, ամոթ արցունքներ կամ վնասված հարաբերություններ, որոնք դժվար է վերականգնել։ Ինչ անել։ Առաջին և ամենահզոր քայլը զգացմունքների կառավարման համար պարզապես դադարեցնելն ու մի քայլ հետ կանգնելն է։ Երբ զգում եք ուժեղ զգացմունք, սրտի բաբախոց, մկանների լարվածություն, պեսադաշտի սահմանափակում, ընդամենը մի փոքր կանգ առեք, շնչեք, նկատեք և անվանեք զգացմունքները։ Ես հիմա վրդովված եմ, ես զգում եմ մեծ լարվածություն։ Սա արդեն հզոր տեխնիկա է հստակեցնելու, հանգստացնելու և վերահսկողություն ստանալու համար։ Հաջորդ քայլը սովորել ճանաչել ձեր զգացմունքները։ Հասկացեք, ինչ եք զգում։ Վախ, վիրավորանք, լարվածություն, կորցնելու զգացում։ Երբ դուք կարող եք անուն տալ ձեր զգացմունքներին, ես հիմա զգում եմ, որ ինձ փորձում են կառավարել, ապա հասկանում եք, որ իրականում դուք չափահաս եք և ոչ ոք ձեզ չի կարող կառավարել։ Սա հանգստացնում է և ոտքերն ամուր է պահում հողի վրա։ Գրանցեք ձեր մտքերը թղթի վրա, երբ զգում եք բարկություն, հիասթափություն կամ մեղքի զգացում։ Դա կօգնի տեսնել մտքերը ավելի օբյեկտիվ, երրորդ անձի տեսանկյունից և գտնել ավելի տրամաբանական ու պատասխանատու լուծումներ։ Դա օգնում է կարգավորել զգացմունքները, տեսնել իրավիճակը հանգիստ և փոխարինել ծայրահեղ, սխալ մտքերը ավելի վերլուծական, ողջամիտ ու պատասխանատու մտքերով։ Ամենահզոր մեթոդներից մեկը նաև հետաքրքրություն ցուցաբերելն է, այլ ոչ թե քննադատություն։ Երբ ինչ-որ մեկը ձեզ նյարդայնացնում է կամ մեղադրում, արագ արձագանքելու փոխարեն փորձեք հասկանալ, ինչ է ներսում կատարվում։ Հիշեք, նրանց արձագանքը ձեր մասին չէ, այլ այն, ինչ նրանք չեն կարողանում լավ կառավարել։ Եվ եթե նրանք լավ չեն կառավարում, դա ձեր պատասխանատվությունից դուրս է։ Հիշեք, ուրիշների վարքագիծը իրենցն է, իսկ ձեր զգացմունքները ձևընտրությունը։ Սիրելիներս, բաժանորդագրվեք մեր ալիքին և բաց մի թողեք հաջորդ տեսանյութերը։ Կհանդիպենք։